Իդեպ այսօր մարտի 13-ին խոսելով հայ-ադրբեջանական գործընթացի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք չեն կարող եւ չեն մոռանա այսպես կոչված օկուպացիայի տարիները։ Ալիևը նշել է նաեւ, որ ըստ էության խաղաղության պայմանագրի հեղինակը Ադրբեջանն է։ Լրացնելով Ալիևին, վերջինիս օգնական Հիկմետ Աջիևը հայտարարել է, եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվի հետ այնտեղ պահվող հայ գերիների կեղծ դատական գործընթացների մասով։ Արտահանձնի նրանց, ովքեր Հայաստանում են եւ ում Ադրբեջանը հանցագործ է համարում։ Փոխի սահմանադրությունը, ինչպես նաեւ փոխհատուցում տա Ադրբեջանին նյութական վնասների համար։ Միաժամանակ Հաջիևը շեշտել է, որ իրենք չեն կարող մոռանալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հանցագործությունները։ Իսկ ինչ է արել այս ամենին ի պատասխան Հայաստանի ղեկավարը կրկին հաստատել է սահմանադրության փոփոխության պահանջի կատարումը եւ կառավարության նիստում փնովել ՀՀ քաղաքացիներին։ Ադրբեջանի ելույթ պահանջներին պատասխանում է ժողովրդի վրա մուննաթով։ Իդեպ Ադրբեջանը հայտարարել է նաև, որ Հայաստանը համաձայնել է խաղաղության պայմանագրի բոլոր առաջարկներին, այդ թվում վերջին երկու վիճելի հարցերին։